Ապրիլի 24-ը հայ ազգի համար ամենածանր սգո օրն է։ Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից ամբողջայությունը պահանջում է հատուցում եւ դատապարտում է թուրք վայրագների կողմից կատարած մեծ արյունալի եղեռնը։ Այս տարի ապրիլի 24-ին եւս բոլոր հայաբնակ քաղաքներում դրվեցին ծաղիկներ եղեռնի հուշակոթողներին։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը եւս մարդաշատ էր։ Այսօր ապրիլի 24-ն է եւ գիտենք, որ մեզ համար հայ ազգի համար ամենացավալի եւ արյունոտ էջերից մեկն է։ Հայոց ցեղասպանության հիշատակության օրն է, որ մենք ամեն տարի ոգեկոչում ենք մեր սուտ նահատակների հիշատակը, բայց 100-ամյակի միջոցառումներին նվիրված այդ արարողությունների շրջանակում մեր անմեղ նահատակները ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից այլևս սրբադասված են եւ մեզ համար համարվում են սուրբեր։ Եվ այսօր մենք միասին պիտի բարեխոսական կարգ կատարենք եւ իրենց բարեխոսությունը խնդրենք մեզ համար, հայ ազգի համար, որպեսզի Տերը նման արհավիրքներից հեռու պահի հայ ազգին եւ հայ ժողովրդին։ Եվ այսօր մենք իրենց նվիրված խաչքարի մոտ պիտի կատարենք այդ ոգեկոչման կարգը եւ վստահ եմ, որ իրենց հոգիները երկնքում առավել պիտի ցնծան, առավել ուրախ լինեն, որ մենք այսօր իրենց հիշատակության օրն ենք կատարում եւ մեր եկեղեցական օրացույցի մեջ 2015 թվականից սկսյալ համարվում է Սրբոց հիշատակության օր։ Եվ այսօր մենք միասին պիտի կատարենք Սրբոց բարեխոսական կարգը։ Հայր մեր, որ եկես ես Սուրբ Երեսի արանցով, եկես է արտերիչուն քո, Երեսին կամքով, որպես շետի նշիրեքիր, լսած մեր հանապազով, դուր մեզ այսօր, և թող մեզ վատիս մեր, որպես և մեր թողունքներոց վարտաբանած, և մի տանիրս մեր մի խոսություն, այլ կրկյաս մեր իչարեն, Իքոյարքայություն և զորություն և պարաշավիտյան սանեն։ Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեցու կնգարգեցու է ողորմյա։ Ողորություն և պարդոն և աշնության զրսեր խայջին Հանձի և բանտարկվածներին կարեկից եղաք և ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստությունը ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է, արդ մի կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա, ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով հասնեք նրա խոստմանը, քանի որ մենք երկմտելով ոչ թե կորստյան ենք մատնվում, այլ հավատով հասունանում ենք հոգիների փրկության մեջ։ Ալելույա, ալելույա, անցանք մենք ընթուր և ջուր, և աներս մեզի հանգիստ, ալելույա օրդի։ Աղաղություն ավելեցու։ Տերն մեր Հիսուս Քրիստոս ասել, մի խովեսի սիր ձեր, այլ հավատացեք Աստուծո, և իս հավատացեք, իտան հորի մոտ հևանք բազում են, ապա թե ոչ ասացյալ էր իմ ձեզ, եթե երթամ և պատրաստեմ ձեզ տեղի, և եթե երթամ և պատրաստեմ ձեզ տեղի, դարձյալ գամ և առնումս ձեզ առից, զիուր ես իցեմ և դուք հանդիպեք, և ուր երթամ գիտեցեք, և զիարդ, անպարտ ընդգիտեսե, ասեց նա Թովմաս, Տեր ոչ գիտեմ, հո երթաս, և զիար ճշմարտություն և կյանք, ոչ ոք գար հայր է, եթե ոչ ինև, եթե զիս գիտեիք, ապա և հայրն իմ գիտեիք, և այսուհետև գիտաշի կզնա և տեսե կզնա, ասեց նա Փիլիպոս, Տեր ցույց մեզ, հայր և շատ է մեզ, ասեց նա Հիսուս, այսչափ ժամանակս ընձեզ եմ և ոչ զանյար զիս Փիլիպ է, որ եթե զիս ետեսս հայր, և դու զիարդ ասես, եթե ցույց մեզս հայր, ոչ հավատաս, եթե ես այր հայր և հայրիս է, բանն զոր ես խոսիմ ընձեզ, ոչ եթե հանձնե ինչ խոսիմ, այլ հայրը, որիս բնակյալ է,
նա գործես գործս, հավատայք ինձ, եթե եսի հայր եւ հայրիսը, ապա թե ոչ, գովասն գործոց հավատացեք ինձ, ըստ խաղաղություն քո դուր մեզ Տեր, դուր մեզ Տեր, վասն Սրբովո Աստվածածնին եւ Հովանու Կարապետին եւ Սրբույն Ստեփանոսի նախավկայի, ըստ խաղաղություն քո դուր մեզ Տեր, դուր մեզ Տեր, վասն Սրբոց քո ծառաքելոց Մարգարեից վարդապետած, Մարտիրոսած հայրապետած, ճգնավորած կուսանած, մի անձանց եւ երկնային զորացն, ըստ խաղաղություն քո դուր մեզ Տեր, դուր մեզ Տեր, եւ վասն նախկին լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդիվոմիոսի եւ Սրբոց Հակոբյանց երջանիկ առաքելոցը եւ Սրբույն Գրիգորի մերո լուսավորչին եւ Սրբոցն Հակոբա մծբնա հայրապետին Մարուքեի ճգնավորին Մելիտոսի եպիսկոպոսին եւ Գևորգա զորավարին բարեխոսությամբ եւ հիշատակավ աղոթյուկ Սրբոց նահատակացն, որ կատարեցան հնդացս հայոց ցեղասպանության, վասն հավատո եւ վասն հայրենյաց, որոց այսօր է հիշատակ, ըստ խաղաղություն եւս մեծ զողորմություն քո, Պարգևյա մեզ մարդասեր Տեր, Ճգնավորոք նաղաչեցու կստեր, որ չարդն պարտեցին, նեղության ամպերեցին լուսեղեն և երկնային անթարամ պսակացն արժանի եղեն, աղոթյուք նոցայի բարեխոսության մեզ ողորմեսի, ամենակալ Տեր Աստված մեր գեցուս է ողորմեսի, Գեցոտեր եւ ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Պսակից Սրբոց Քրիստոս, որ պսակեսը սուրբս քո եւ արնեսս կամս երկյուղացած քոց եւ նայիս սիրով եւ քաղցրությամբ հարարածս քո Լուր մեզ հետքնից իսրբութենեք ու մե բարեխոսությամբ սուրբ Աստվածածնին եւ աղաչանոք ամենայն Սրբոց քոց եւ Սրբոց նահատակացը, որ կատարեցան հնդացս հայոց ցեղասպանության, վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Լուր մեզ Տեր եւ ողորմյա, ներիակ հավիե եւ թողս մեղս մեր։ Արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր եւ ընծխող այժմ եւ ինչ եւ հավիտյան սավիտենից ամեն
մի անգամ Կոստանդնուպոլսի շնորհք arczepiskopos Գալուսյան պատրիարքին թուրք լրագրողը հարց է տալիս, ասում է, արդյոք ցեղասպանություն եղել է, արդյոք հայոց ցեղասպանություն եղել է։ Պատրիարքը պատասխանում է, ասում է, որ 1915 թվականին ես 3 տարեկան էի եւ ունեի մեծ ընտանիք, մոտավորապես 70 հոգուց կազմված բաղկացած ընտանիք ունեի, մորաքույրներ, հորաքույրներ, քեռիներ, հորեղբայրներ, քույրեր, եղբայրներ։ Ասում է, Սիրիայի Դերզոր անապատում կորցրեցի նաև մորս, ամբողջ ընտանիքը կորցրել էր և անապատում նաև մորն է կորցնում, և դրանից հետո հայտնվեցի Լիբանանի ամերիկյան որբատանը, 3 տարեկան երեխա, հայտնվեցի որբատանը, ինչից հետո այլ որբանոցում է հայտնվում, ի վերջո հասնում է մինչև Երուսաղեմի ժառանգավորած ճեմարան, այնտեղ սովորում է և հոգևորական է դառնում, ասում է հիմա ես եմ ուզում ձեզ հարց տալ, ուր է իմ ընտանիքը, ուր է իմ մայրը, հայրը, իմ քույրերը, եղբայրները ուր են, եթե ցեղասպանություն չի տեղի ունեցել։ Սիրելի ժողովուրդ, ցեղասպանությունը ամեն մեկիս աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի այս կամ այն չափով առնչվում է, որովհետև եթե ցանկացածիս ընտանիքը, մեծ գերդաստանը լավ ուսումնասիրենք, ապա կապերով, թելերով գնալու ենք հասնենք ցեղասպանված մեր ժողովրդին, որովհետև ամեն մեկիս ընտանիքի մեջ կան հարազատներ կամ բարեկամներ, որոնց վրա ազդել է ցեղասպանությունը։ Ես երբ որ փոքր էի, դպրոցական էի, հիշում եմ, որ դպրոցից մեզ տարան Ծիծեռնակաբերդ էքսկուրսիա տարան, ցեղասպանության ինստիտուտ թանգարան հետո այցելեցինք, ցուցանմուշների մեջ մի նախադասություն կարդացի, որ ինձ վրա շատ ազդել էր և հիմա այս ամբողջ արարողության ընթացքում, այս կարգի ընթացքում ես մտովի դա էի հիշում։ Այնտեղ նախադասությունը վերաբերում էր, ասված էր ցեղասպանության թուրք կազմակերպիչներից մեկի կողմից, որ այնպես պետք է անենք, որ վերջին հայը թանգարանում ցուցադրվի, որպես ցուցանմուշ։ Ես չգիտեմ, արդյոք հիմա այդ խոսքերի հեղինակը դժոխքից ինքը կարող է տեսնել, թե ոչ, բայց հայերը չեն ցեղասպանվել, հայերը ամենտեղ հիշում են և հայերը ամենտեղ հիշելու են և հայերը արդարության քաղցն ու ծարավը սերնդեսերունդ փոխանցելու են, մինչև որ արդարությունը չհաստատվի, մինչև որ չլինի հատուցում, մինչև որ չլինի խոստովանություն։ Մեր անձամբ, մեր պատասխանը ցեղասպանությանը, ժողովուրդ ջան, պետք է լինի շատ զավակներ ունենալը, մեծ ընտանիքներ ունենալը և շատ զավակներ ունենալը։ Դա միակ ուղիղ ճանապարհն է ցեղասպանությանը պատասխան տալու, ցեղասպանությանը մերժելու և ցեղասպանության համար արդար հատուցում ունենալու։ Թող Աստված լուսավորի մեր սուրբ նահատակների հոգիները։ Թող իրենք մխիթարված լինեն, որովհետև հայը ինքը երբեք չի մոռանում և երբեք չի մոռանալու այն մեծ դժբախտությունը, որ տեղի է ունեցել մեր ազգի հետ։ Թող
սուրբ նահատակների օրհնությունը եւ բարեխոսությունը լինի մեր ազգի հետ այժմ հավետ եւ հավիտյանս Աստված օգնական եւ պահապան մեզ բոլորի ժողովուրդ Աստծո սիրով եւ Աստծո օրհնությամբ մնացեք խաղաղությամբ